Ինչպես ստեղծել երկրորդ աշխատավարձ, նույնիսկ եթե ունես շատ փոքր եկամուտի աղբյուր։ Ես ֆինանսիստ չեմ, մասնագիտությամբ հոգեբան եմ, երկրորդ մասնագիտությամբ կաշեգործ եմ, Ծիրանե բրենդի հիմնադիրն եմ, գործարար եմ, կին եմ, 3 երեխաների մայր եմ և ընդամենը ցանկանում եմ ձեզ հետ այս ալիքում կիսվել իմ փորձով ֆինանսների վերաբերյալ, իմ հայացքներով, իմ գիտելիքով, որը կուտակել եմ վերջին տարիների ընթացքում։ Նախ և առաջ, անկախ նրանից դուք ունեք վարկեր, ունեք պարտքեր, ունեք ցածր աշխատավարձ, միջին թե բարձր, ցանկացած իրավիճակում կան ստանդարտ սխալ քայլեր և ստանդարտ ճիշտ քայլեր։ Ամենաառաջինը, եթե սկսենք ծանր իրավիճակից, երբ դուք ունեք վարկեր և մեծ պարտքեր և ունեք որոշակի չափի եկամուտ։ Ամենաառաջինը, ինչը հարկավոր է անել, դա ազատվել այն վարկերից, որոնք որ շատ մեծ տոկոսով են վերցված։ Դրա համար դուք պետք է նստեք, առանց վախենալու, դուրս գրեք այն բոլոր վարկերի ցուցակը, որը որ ունեք, և տեսնել, որի տոկոսն է ամենաշատը, որն է ամենածանր նստել ձեզ վրա, փնտրել այլ միջոցներ, դիմել այլ բանկերին վերավարկավորման համար, որտեղ որ ավելի ցածր տոկոսով կկարողանաք փոխել այդ վարկը։ Երկրորդը, ինչը հարկավոր անել, հիշել, որ այդ ամենը դուք մի օրում չեք վերցրել պարտքերը և վարկերը կուտակել, ինչ-ինչ պատճառներով կուտակվել են։ Դադարել վերցնել լրացուցիչ վարկեր որևէ իրերի վրա, որոնք որ առաջնահերթ անհրաժեշտ չեն ձեզ։ Խնդրում եմ, ոտքերը բացում ենք մեր վերմակի չափով, այնպես որ ժամանակավոր ձեզ զրկում եք որևէ լրացուցիչ անպետք իրեր ձեռք բերելուց, անպետք ծառայություններ, այլ կենտրոնանում եք ձեր կյանքի այս փուլում ավելորդ վարկերից ազատվելու վրա։ Երբ դուք կկատարեք այս երկու քայլը, միշտ հիշեք, որ փոքր քայլերով եք կատարելու փոփոխությունները, այդ թվում ձեր ֆինանսներում։ Ուրեմն, հաջորդ քայլը կարող է լինել, որ դուք արդեն փոքր-ինչ կենտրոնանում եք այդ անելիքների վրա և սկսում եք մտածել ձեր ազատ ժամանակում, ինչպիսի on-line freelance աշխատանք կարող եք գտնել։ Հիմա հնարավորությունները շատ են, ամեն մարդ արդեն ինքն է որոշում ինչ կարողություններ ունի ինքը և ինչ կարող է անել այդ ուղղությամբ։ Նաև կարող եք փոխել ձեր հիմնական աշխատանքը, մի վախեցեք, հիմա ձեզ ասեմ, որ ցանկացած գործատու լավ աշխատողին պատրաստ է որոշակիորեն ավել վճարել, եթե իհարկե խելամտության սահմաններում է այդ խոսքը գնում։ Կարող եք նմանատիպ այլ աշխատանք փնտրել, որտեղ որ կվաստակեք քիչ ավելի շատ։ Մի վախեցեք, աշխարհը չի ավարտվում այս վարկերով, աշխարհը չի ավարտվում այս աշխատավարձով, եղեք լայն մտահորիզոնով մարդ, մի վախեցեք և սկսեք փոքր քայլերից։ Մեկ օրում չեք դառնալու միլիոնատեր, բայց փոքր քայլերով, նաև այս ալիքին հետևելով, տարբեր ֆինանսական հնարքներ ձեզ կփոխանցեմ, այն ինչը ես եմ կիրառում։ Կրկնվեմ, որ ֆինանսիստ չեմ, ընդամենը պարզ հասարակ քաղաքացի եմ, ով որ ունի որոշակի փոքրիկ գիտելիք ֆինանսների աշխարհից։ Ուրեմն, երկրորդ դեպքը վերցնենք, եթե օրինակ դուք ունեք փոքր չափի եկամուտ, բայց չունեք վարկեր։ Ուրեմն, հիշեք կանոն կա, որ եթե ամեն ամիս դուք 10% խնայեք ձեր եկամտից և առանձնացնեք դա ձեր օրինակ խնայողական հաշվեհամար բացեք որևէ բանկում, կուտակեք ամեն ամիս այնտեղ, ընթացքում թեկուզ կարճ ժամանակով ես առաջարկում եմ որևէ գումար չքնեցնել և նույնիսկ եթե օրինակ դուք վաստակում եք 100,000 դրամ, ամեն ամիս պետք է 10,000-ը առնվազն դուք առանձնացնեք խնայողության համար։ Տեղադրում եք այդ 10,000-ը որևէ բանկի խնայողական հաշվին և առաջարկում եմ այսպիսի փոքրիկ քայլեր։ Մեկ ամսով դնում եք ավանդ, թող դա գա կոպեկներ։ Գիտեք, միլիոններն են կոպեկներից բաղկացած և երբ դուք ձեզ համար կստեղծեք փոքրիկ առվակներ, զանազան, մեկ առվակը դառնալու է 2 առվակ, 2 առվակը դառնալու է 3 առվակ և այդ գումարը աշխատելու է ինքն իրեն, որովհետև բանկը վերցնելու է ձեր գումարը, ավանդի տոկոսը տրամադրի ձեզ, իսկ ձեր գումարը տրամադրի մեկ ուրիշ վարկառուի և գումար աշխատի այդ գումարից։ Գումարը այդպես է աշխատում։ Ամենամեծ սխալն է դա,
պահել գումարը բարձի տակ, պահել գումարը ուղակի հաշվեհամարին, ուղակի քարտին եւ չպտտել այն գումարը, որը որ ձեզ այսօր վաղը եւ այս ամիս հարկավոր չէ։ Կան տարբեր մեթոդներ, ես հիմնականում խոսելու եմ ավանդներից եւ խոսելու եմ հիմնականում պարտատոմսերից, այդ երկուսն եմ շատ սիրում, իհարկե մյուսները արդեն ռիսկը պարունակում են շատ ավելի շատ եւ քանի որ ֆինանսիստ չեմ, առաջիկայում չեմ խոսելու այդ թեմաներից, բայց այս երկու թեմաները շատ լայնորեն բացելու եմ իմ բլոգում։ Ուրեմն, առաջինը, օրինակ, վերցրեցիք ձեր 10,000-ը դրեցիք ավանդի վրա։ Դուք մի մտածեք, որ դա դե ինչ է կոպեկները եւ այլն, մենք այդպես մեր ուղեղին ենք տալիս հրաման, որ այս 10,000-ը ես չեմ ձեռք տալու եւ եթե այն գտնվում է ավանդում, իհարկե դուք կմտածեք կհանեմ տոկոսս կկորի, այո, պետք չի որ կորի։ Հիմա գրեթե բոլոր բանկեր ունեն on-line հավելված, դուք կարող եք ընդամենը 5 րոպե տրամադրելով այդ 10,000-ը գցել այդ հաշվին, հետո այդ 10,000-ը դնել 1 ամսով ավանդ, ինչու եմ ասում 1 ամսով, որովհետև հաջորդ ամիս դուք կստանաք ձեր ավանդը արդեն տոկոսով ու նաև կուտակեք ձեր մյուս ամսվա 10,000-ը, այդպես կդառնա 20,000 դրամ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ամբողջ տարվա մեջ կդառնա այն 120,000-ից ավել, որովհետև կուտակելով տոկոսը խորհուրդ չեմ տալիս դնել ավելացվող ավանդ, որովհետև իր տոկոսը շատ ավելի քիչ է, ես հաշվարկել եմ եւ եթե դուք ուղակի ամեն ամսով դնեք այդ ավանդը, իհարկե գուցե ինչ որ տարբեր բանկերում տարբերվեն տոկոսները, հա եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք ինձ, բայց այդպես ավելի հեշտ ու ավելի շոշափելի կլինի ձեր արդյունքը։ Նաև տարբերակ 2, որ դուք կարող եք ամիսը 1 տարով օրինակ տեղադրել ցանկացած չափի ավանդ, ինչ չափի որ թույլ կտա ձեր 10%-անոց խնայողությունը։ Եվ այսպիսով ամեն ամիս դուք կունենաք ազատ գումար, որը որ դուք կարող եք հանել առանց ավանդի տոկոսը կորցնելու, այնպես որ ամեն ամիս եթե դնում եք, հասկանում եք, չէ, պրինցիպը ինչի մասին է խոսքը։ Յուրաքանչյուր ամիս դուք ունենալու եք շուտով որոշակի գումար, որը կարող եք հանել, չկորցնել ավանդի տոկոսագումարը եւ այդպես շարունակ։ Շատ կարեւոր է պահել այս 10%-ի պրինցիպը։ Դուք ինձ կասեք, որ ինչ որ շատ ցածր է աշխատավարձը եւ այլն, բայց հավատացնում եմ ձեզ, իմ շրջապատում էլ բոլոր մարդիկ այնքան գումար են ծախսում ավելորդ իրերի վրա, որ այդ 10%-ը միշտ էլ կարելի է խնայել, միշտ էլ կարելի է դնել ավանդ եւ այլն։ Երկրորդ գործիքը, որը որ բավականին քիչ է, անտեսված է, հա, մեր հայերի շրջանակում, սակայն վերջերս արդեն բազմաթիվ բանկեր եւ այլն շատ են խոսում այդ գործիքից, դա պարտատոմսերն են։ Ինչով է տարբերվում ավանդը պարտատոմսից։ Ուրեմն, ավանդը եթե մենք տեղադրում ենք 1 տարով եւ այլն եւ ժամկետից շուտ հանում ենք, կորցնում ենք մեր տոկոսները։ Բանկը պտտեց եւ աշխատացրեց այդ գումարը վարկառուների վրա, սակայն ձեզ ոչինչ չտվեց, որովհետեւ ըստ պայմանագրի, եթե ժամկետից շուտ եք հանում, ձեր տոկոսները զրոյանում են։ Իհարկե շատ ցավալի է եւ իրականում բանկերը ունեն միջին հաշվարկ, թե ավանդների քանի տոկոսն են հիմնականում հանվելու եւ տոկոսները մնալու են իրենց, իհարկե այդ պլանավորումը իրենք անում են, այդ ամենը իրենք հաշվարկում են։ Ինչպես խուսափել դրանից։ Ուրեմն, դուք կարող եք ունենալ ստեղծել բրոքերային հաշիվ, բայց եթե դա շատ խուճուճ է ձեզ համար թվում, ապա դուք կարող եք ուսումնասիրել, տեսնել, որ բանկը ունի այս պահին թողարկված պարտատոմսեր, եւ ասեմ ձեզ, որ բոլոր բանկերի պարտատոմսերը երաշխավորվում են նույն ձևով, ինչպես եւ որ երաշխավորվում են ավանդները։ Այնպես որ եթե դուք ձեռք եք բերում պարտատոմս, բուն իր արժեքը միշտ էլ երաշխավորված է լինելու այնպես ինչպես երաշխավորված է ավանդը, հա, կենտրոնական բանկի կողմից։ Ուրեմն, պարտատոմսը ինչ է ներկայացնում իրենից։ Այդ բանկը վերցնում է ձեզանից պարտքով այդ գումարը, հիմնականում դա լինում է 3 տարով։ Միջինում այդ թիվն է Հայաստանում տարածված, վերցնում եք պայմանագիրը կապում եք 3 տարով։
Եթե չունեք բրոքերային հաշիվ, դա ընդհանրապես խնդիր չի։ Կարող եք հենց ձեր ընթացիկ բանկի հաշիվը գործածել եւ այդ հաշվի դեպ բացումը բանկերի մեծ մասում անվճար է կատարվում։ Ուրեմն բացում եք այդ հաշիվը, տեղադրում եք գումարը այնտեղ եւ ձեռք եք բերում օրինակ 1 պարտատոմս։ 1 պարտատոմսի միջին տոկոսադրույքը Հայաստանում 10% եւ ավելին է, կամ բանկեր, որտեղ որ ավելին են։ Կա, որ մի փոքր ավելի ցածր է, բայց հիմնականում միջինը 10% է։ Եվ ինչն է պարտատոմսի առավելությունը ավանդից։ Նախ տոկոսը շատ ավելի բարձր է լինում։ Այո, դուք կասեք ավանդն էլ է 10%, բայց ավանդի 10%-ը միշտ պարտադիր վերջում հարկվում է մոտավորապես 10%-ով եւ այդ տոկոսը մնում է պետությանը, դուք հարկ եք վճարում ձեր ստացած եկամտից։ Իսկ պարտատոմսերը առնվազն մինչև 26 թվական չեն հարկվելու։ Այնպես որ շատ ձեռնտու է բոլորիս ձեռք բերել պարտատոմսեր եւ ստանալ մեր տոկոսը առանց կորցնելու հնարավոր վախի, որովհետեւ դուք կարող եք ցանկացած օր աշխատանքային օր որոշակի աշխատանքային ժամերին, երբ բաց է լինում հայաստանյան բորսան, այդ ժամերին դուք կարող եք դիմում ներկայացնել բանկ եւ աշխատանքային օրվա 1 օրվա ընթացքում ձեր պարտատոմսը վաճառվում է։ Այն կարող է վաճառվել 1000-ից 2000 դրամի տարբերությամբ, այսինքն իհարկե ցանկալի է, որ այդ գումարը հնարավորինս երկար մնա ձեզ մոտ որպես պարտատոմս գնված։ Ու նաեւ պլյուսը ինչու՞մ է կայանում, որ յուրաքանչյուր 3 կամ 6 ամիսը մեկ կա պարտատոմս, որ երամսյակային է, կա պարտատոմս, որ կես տարին մեկ եք դուք ստանում եք ձեր տոկոսները եւ դրանք հետվերադարձի ենթակա չեն, այսինքն իրենք չեն կարող զրոյանալ։ Յուրաքանչյուր օր ձեր պարտատոմսը աշխատում է ձեզ վրա եւ ձեր տոկոսները գումարվում են, հաշվարկվում են եւ պարտատոմսի վաճառքի պահին այդ տոկոսները ավելացված դուք ստանալու եք հետ։ Միակ հարցը, որ եթե իր անվանական արժեքը օրինակ կազմել էր 100,000 դրամ, կարող է այդ պահին բորսայում այն արժենալ 98,500 դրամ կամ 99,000 դրամ, բայց միևնույն է, եթե դուք առնվազն կես տարով եւ այլն թողնելու եք այդ գումարը աշխատելու է ձեզ վրա եւ շատ ավելի ձեռնտու է, քան ավանդը, որովհետև եթե դուք կես տարի հետո հանեք ավանդը, ձեր տոկոսները կլինեն 0 եւ մինչեւ էդ չեք ստանա երամսյակային ձեր տոկոսները։ Ահա սրանք են տարբերությունները եւ պլյուսները ու մինուսները ավանդների եւ պարտատոմսերի։ Ես մեծ սիրով կիսվելու եմ այս թեմայի շուրջ իմ իմացած գիտելիքով իմ բոլոր ալիքներում։ Միացեք ինձ YouTube-ում, Instagram-ում եւ Facebook-ում, առայժմ այս 3-ն են գործում։